Քաղաքացիական պայմանագրի շուրջ սկանդալով է սկսվել քարոզարշավը Վաղաշապատում։ Համայնքապետարանի բարեկարգման բաժնի աշխատողները աշխատանքային ժամին շենքերի պատերին կախում են ՔՊԱ-ական թեկնածուի մեծադիր լուսանկարները։ Հարկատուների հաշվին բարձրատրվող համայնքային ծառայողները իրենց անմիջական պարտականությունը կատարելու փոխարեն փաստացի զբաղվում են քարոզչական գործերով, ինչ օրենքն արգելում է։ Բացի այդ, չնախատեսված վայրում են փակցնում ընտրական պաստառները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել է ոստիկանություն ու համայնքապետարան, որից հետո ՔՊԱ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանի լուսանկարով պաստառները իջեցվել են մի քանի շենքերի պատերից։ Եկել է ժամանակը ամենաթողության վերջ չտալու, եկել է ժամանակը վերականգնելու հոգևոր մայրաքաղաքի կոլորիտը, ասում է ընդդիմադիր հաղթանակ դաշինքի համայնքապետի թեկնածուն։ Քաղաքը բացի այն տեսանելի խնդիրներից ունի խնդիրներ, որը կապված է քաղաքի կոլորիտի, քաղաքի շունչի հետ։ Մենք այդ ամեն ինչն էլ առաջնային փորձելու ենք վերականգնել։ Սևակ Խաչատրյանը քարոզարշավից առաջ բակ առ բակ, փողոց առ փողոց շրջել գրի է առել քաղաքի բոլոր խնդիրները, որոնք խոստանում է լուծել ընտրվելու հաջորդ իսկ օրվանից։ Քարոզարշավի ընթացքում մարդկանց հետ ժողովրդի հետ հանդիպելուց ներկայացնելու ենք այդ ամենը, թե ինչ ծրագրեր ունենք, ինչ պետք է անենք, որպեսզի այդ խնդիրները լուծվեն, նաև բնականաբար քարոզարշավն օգտագործելու ենք իրենց լսելու, որովհետև իրենց առաջարկները նույնպես մեր համար ընդունելի են լինելու։ Սևակ Խաչատրյանը պնդում է, Վաղաշապատում տապալվելու է ՔՊԱ-ական իշխանությունը, ինչպես դա եղավ Փարաքարում ու Գյումրիում։ Հենց վաղվա ապագայի համար է։ Հաղթելու վստահությամբ է քարոզարշավը սկսում նաև ընդդիմադիր մյուս թեկնածուն, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ Ես ասում եմ, այո, 100+1, եւ եթե մարդիկ կան, ովքեր ուզում են դա իրական դարձնել, իրագործել, այդ հաղթության տերը լինել, կկանգնեն մեր կողքին եւ մենք այդ հաղթությունը կտանք։ Հայրենիք կուսակցության առաջադրած թեկնածուն այսօր նախ եղել է Եռաբլուրում, որտեղ հանգչում է պատերազմում զոհված իր որդին Վաչագան Մանուկյանը։ Խաչիկ Մանուկյանը համոզված է, նոյեմբերի 16-ի ընտրություններում Վաղաշապատը ոչ է ասելու եկեղեցու դեմ արշավողներին։ Սա ողջայնության հայացքն է դեպի Էջմիածին, եւ ես ուզում եմ, որ Էջմիածնեցին, Վաղաշապատցին Խոյ համայնքի հետ միասին հաղթի, իր ինքնությունը պահպանի եւ ցույց տա աշխարհին, որ մենք հայկական հայոց արժեհամակարգի կրողներն ենք։ Հայրենիք կուսակցությունը քարոզարշավի առաջին իսկ օրը վստահեցնում է, Վաղաշապատում իշխանափոխություն անելու համար պատրաստ են համագործակցել ընդդիմադիր մյուս ուժերի հետ։ Ցանկացած ընդդիմադիր ուժի հետ մենք պատրաստ ենք համագործակցել, դա մենք միշտ ենք ասել։ Քարոզարշավի մասնակից մյուս 5 ուժերի քարոզչական ակտիվությունը դեռ առջևում է։ Էդգար Ղուշչյան, Հայկ Ավանեսյան եւ Արաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։